Արկելի հայրենագիստներ գողջունենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Մի քանի վարգյաններեն բնանք մեր ուղի եթեր ծառայությունը, ինչպես գիտեք կսփռվի Փարիզեն, եւ պիտի հասնենք ձեզ ուր որ գտնվիք։ Ուրեմն կազմակերպվեցեք, կանչեցեք ձեր ընկերները, բարեկամները Facebook-ի վրա, YouTube-ի վրա, Խոսքը TV-ի վրա, որովհետեւ միասին ունենանք այս օրտնապեր ժամերը, որ պիտի սերդենք, պիտի շարունակենք սերդել երկրորդ գիրք Պետրոսի։ Ուրեմն կանչեցեք ձեր ընկերները, բարեկամները, մի քանի վարգյաններեն կվերակտնենք իրար։
Skancheli Khorhırtakan Havitenakan uçanlar Skancheli Khorhırtakan Havitenakan uçanlar Ağuçan nişan Zor astված Քո արքայություն չունի սահման Բարձր է քո անունը բոլոր անուններից Զորությունից տերություններից Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես Տերտերած Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես Տերտերած Տշնամությունը քանդեց Հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն ձուն թող ծրվի Ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց Հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն ձուն թող ծրվի Ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի երրորդության մեր Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Բարի եկաք, սիրելի քույր եղբայրներ, մեզ այս օրտնապեր ժամերը, որ միասին պիտի անցնենք այս ուղիաթեր ծառայությունը եւ ուրախ եմ, որ բոլորս այստեղ գտնվենք Աստծո օրհնությունը վայելելու համար, ամեն վարյան իր մեջ, իր մով եւ իր համար։ Հալելույա։ Օրհնյալը լադերը, որ քեզ եւ ինձ պահեց մեևս այս երկու շաբաթը, որ բացակայենք, մեզ բահեց եւ մեզ այսօր հավաքեց այստեղ իր խոստման համաձայն, որովհետեւ իր խոստումը կատարվի մեր կյանքերուն մեջ, մեր էության մեջ, ինք փառավորվի ամեն բանի մեջ։ Հալելույա։ Սաղմոս 86 առաջին երկու մի քանի համարներ կգարտամ, 4-րդ համարը գսե ուրախացուր քու ծառայիդ անձը, վասնզի դեպի քեզ գվերցնեմ իմ անձս ով դեր։ Ուրախացուր քու ծառայիդ անձը։ Մենք շատ անգամներ կխնդրենք Աստծուց մե որ մեզ մեր գամքը գադարե, մեր ուզածը ընե, որովհետեւ մենք ուրախանանք։ Այստեղ գսայ ուրախացուր քո ծառայիդ, ուրախացուր։ Դիրոջ կամքն է քեզ ուրախացնելու, բայց այդտեղ հասնել են առաջ գսե վասնզի դեպի քեզ գվերցնեմ իմ անձս։ Գաղտնիքը այնտեղ է որ երբ որ մենք դեպի Աստված գվերցնենք մեր անձը, ասել է որ դեպի Աստված գնայինք խնդրելով իր գամքը, փնտրելով իր գամքը, որոշելով իր գամքը, անժամանակ մեր հոգին ուրախանա Աստված այնպես կնե որ մեզ ուրախացնե, այն պայմանով որ մենք իր գամքը կփնտրենք, մեր անձերը կբարձրացնենք դեպի իրեն։ Այս Աստվածաշնչյան հիմքերեն մեկն է, որ այո մենք ուրախ ենք, ուրախանանք, երբ մեր անձը դեպի Աստված կբարձրանա, երբ իր գամքը կփնտրենք եւ իր գամքին համաձայն կապրենք։ Քիչ մատին գսե դեր սորվեցուր ինձ քո ջամփատ, որովհետեւ քո ճշմարտություններուդ մեջ քայլեմ։ Մեր նպատակը Աստծո ճշմարտության մեջ քայլելն է։ Մեր նպատակը այս աշխարհին մեջ անցնագետրոն ապրիլը չէ, այլ Աստծո ճշմարտության մեջ քայլելն է։ Եվ այսօր կգործեմ այս ուղղությունը շատ կբացի եկեղեցին մեջ։ Եկեղեցին շատ անգամ շեշտը գտնե մարդկանց լավության, ուրախության, ազատագրության վրա, այո, բայց այդտեղ հասնելու համար Աստծո ճշմարտությունն է, որ մենք պետք է որդեգրենք։ Մենք ինչպես այստեղ գսե, մեր անձը պետք է բարձրացնենք դեպի Աստված։ Մեր անձը պետք է հարի դեպի Աստված եւ Աստծո խոսքը։
Այն ժամանակ է որ Տերը իր հոգիով մեզ բիդ առաջնորդ է ճշմարտության մեջ։ Եվ որ մենք ճշմարտության մեջ կքայլենք, այն ժամանակ է որ սիրելիներ մենք աստվածային ուրախության մեջն ենք։ Այն ժամանակ է որ երբ որ աստվածային ճշմարտության մեջ ենք, իր ուրախությունը գլեցնե մեր սիրտը։ Հիսուս կսե իմ ուրախությունը ցեզի պիտի դամ որ կատարյալը լացր ուրախությունը։ Դիրոջ նպատակը այդ է որ մենք կատարյալը լանք ուրախության մեջ։ Բայց այն ուրախությունը որ Աստծուց մեկ ուքա։ Աստծուց մեկ քանու համար քո անձը պետք է հարես դեպի Աստված, ոչ թե քո ուզածներդ, քո գամքդ, քո պապակներդ պիտի կատարես, այլ պիտի հարես դեպի Աստված, որ իր գամքը կատարվի քո մեջ։ Այն ժամանակ է որ քո կյանքի հաջողությունը, օրհնությունը եւ երկնային ճշմարտությունը գլեցնե քեզ եւ ինձ։ Փառավորվի մեր Տերը, հալելույա։ Թող աստվածային հոգևոր անձրևները տապի մեր այսօր այս ուղիեթերին վրա։ Քեզ ինձ բոլորս նորոգելով նորոգել եւ մեզ դա այն երկնայինը որ մենք հասկանանք իր խոսքը եւ իր խոսքին համաձայն ապրենք։ Մինչ այս փառապանության երգը եւ այս աղոթքը կբարձրացնենք Աստված, ուրեմն պատրաստվենք, կանչեցեք ձեր ընկերները, բարեկամները, կանչեցեք ձեր չորս կողմինները, որովհետեւ Տիրոջ խոսքը սերդենք, քանի որ իր խոսքի մեջ եղողն է, որ Տիրոջ ուրախությունով գլեցվի եւ կփառավորվի Տերը իր մեջ։ Ամեն։ Ուրեմն եկեք լսենք այս երգը եւ գվերակտնենք իրար։ Պաստոքի թամփիր այստեղ զոր կամունը շարժվի եկ նորից նծրու սրտերը մեր զոր կամունը շարժվի այստեղ Պաստոքի այստեղ զոր քամու նման շարժվի այստեղ եկ նորից լցրու սրտերը մեր զոր քամու նման շարժվի այստեղ ուղարկի երկնքից մեզ վրա ուղարկի անձեր թող թափվի մեզ վրա ուղարկի անձեր երկնքից մեզ վրա ուղարկի անձեր թող թափվի մեզ վրա Աստծո Ամեն, ամեն եւ ամեն աստվածային անձրևները, օրհնությունները թող տապվի այստեղ մեր վրա, մենք որ այստեղ հիմա հավաքված ենք Տիրոջ խոսքը սերդելու,
օրտնելու իր սուրբ անունը, ստորվելու իր մենայև եւ հասկանալու իր խոսքի ճշմարտությունները։ Բարավորվի մեր Տերը, բարի եկաք մեր սիրելի քույր եղբայրներ, այս օրտնապեր ժամերուն, որ մենք իսկապես կանցնենք Տիրոջ ներկայությունով։ Պիտի փորձենք այսօր քիչ երկար ժամանակ անցնել, որպեսզի վերջացնենք երկրորդ գլուխը, երկրորդ Պետրոսի, հավասիկ կսկսենք երկրորդ Պետրոս առաջին գլուխեն համար 16-ին, ուր որ թողած էինք անցյալ անգամ։ Պետրոս կսե վասնզի ոչ թե մենք վարպետությամբ շնված առասպելներու ետևեն գերտանք, մեր Տեր Հիսուս Քրիստոսին զորությունը եւ քալուստը ցեզի ցուցեցինք, հաբա անոր մեծապարությանը ագանադես լալով, ուրեմն Պետրոս այստեղ գսե հետևյալը, առասպելներով չէ որ մենք ցեզ կկարոզենք, մենք չենք կարոզեր շինված մարդկային առասպելներ, մենք ցեզ Հիսուս Քրիստոսի զորությունը կներկայացնենք, ցույց կտանք այդ իր մեծապարությունը, եւ քանի որ մենք ագանադես եղանք։ Պետրոս ինքը ագանադես վգա էր Հիսուսի մարդկության, բայց նաև Հիսուսի աստվածությանը։ Եվ որ 17-րդ համարը գարտանք կսե, վասնզի հոր աստուծմե փառք եւ բադիվ արավ այն մեծավայելչության փառքեն, այնպիսի ցայն մը եկավ, թե ադիգա է իմ սիրելի որդիս, որին հավներեմ։ Եվ երկինքեն եկած այս ցայնը լսեցինք մենք, որ անոր հետ էինք Սուրբ լերանը վրա։ Պետրոս իր վկայության մասին կխոսի ինք, երբ դեսավ Հիսուս Քրիստոսի փառքը այլագերբության լերան վրա, Մատթեոս 17-ին մեջ, դեսավ այլագերբության վրա Հիսուս Քրիստոսի փառքը, գսե մենք մեր աչքովը տեսանք, մենք մեր ականջովը լսեցինք, ինչ որ ցեզ կկարծենք առասպելներ չեն, մարդկային վարդապետություններ չեն, շինձու պատմություններ չեն։ Ամբողջ երկրորդ գլուխը այս թեմայով պիտի խոսի, քանի որ արդեն Պետրոսի օրերուն սուտ վկայություններ, սուտ մարգարեություններ, առասպելներ, ավելորդաբաշխություններ, սուբկրայի ավետարանի հիմքեն դուրս ելած պատմություններ արդեն գուկար եւ գպատմվեր եկեղեցիներու մեջ։ Եվ քիչ հետո պիտի տեսնենք շատ խիստ պիտի խոսի Պետրոս։ Եվ ես այսօր հարց կուտամ արդյոք եթե Պետրոս ըլլար իրեն հետևորդ կամ իր մե հետո եկած առաջնորդներուն կյանքը տեսնելով կամ այսօրվա եկեղեցին վիճակը տեսնելով ինչ պիտի ասեր։ Մենք կսե Քրիստոսի զորությունը իր քալուստը ցեզի հայտնեցինք, քանի որ մենք ագանադես եղանք, մենք լսեցինք այն ցայնը, որ Աստված հայրը ինքը ասավ, այս է իմ սիրելի որդիս, անոր մդիկ ըրեք, այս է իմ սիրելի որդիս, որուն հավներ եմ, ասել գուզե ամեն էությունը, աշխարհային, մարդկային, դիեզերային, բոլոր գետրոնացումը պետք է ըլլա Հիսուս Քրիստոսի վրա, ասել գուզե Պետրոս։ Ինչու, քանի որ երկնային աստվածային ցայնը այդ խոսքը գսե, այս է իմ սիրելի որդիս, որուն հավներ եմ։ Համար 19-ը մարգարեական խոսքնալ ունինք, որ ավելի հաստատուն է եւ աղեք գնեք, եթե անոր ուշադրություն ունեք, որբեսի մութ դեղը լույս տվող ջրակի պես մինչև ծորեգը լուստնյա եւ արուսյագը սրդերնուտ մեկ ծակի։ Ինչս էլ գուզե Պետրոս։ Գսե մենք ագանադես եղանք, մենք լսեցինք, այո, բայց մենք ավելի ունենք։ Մենք մարգարեական խոսք ունենք, որ ավելի հաստատուն է, քան թե ագանադես վգան։ Գիտեք, ագանադես վգան գխոսի ինչ որ տեսած է, ինչ որ լսած է։ Այս բանը Պետրոս կսե։ Բայց մարգարեությունը շատ ավելի կարևոր է, շատ ավելի հաստատուն է, քանի որ մարգարեությունը կստանանք հավատքով եւ ոչ թե դեսությունով կամ ըսկացումներով կամ երազներով։ Պետրոս կսե, մենք ոչ թե միան Աստծո Քրիստոսի աստվածալալը տեսանք, լսեցինք, այլ նաեւ մենք ունենք մարգարեություն, որ Քրիստոսն է լույսը
եւ գսեադոր ավելի մդիկ ըրեք, որբեսի ծեր սրդերուն մեջ ջրակը վարի, եւ գսե արուսյագը սրդերնուտ մեջ ձակի, այդ արուսյագը որում մասին գխոսի Պետրոս, եւ որ գարտանք հայտնության 22 գլխուն համար 16-ը, այդ արուսյագին մասին գրված է, թե այդ արուսյագը Հիսուսն է, այո սատանան արուսյագի գերբով գերևնա լույսի պես, բայց արուսյագը արևի արուսյագը Քրիստոսն է, ուրեմն գսե այնպես այդ մարգարեությունը լսեցեք, հայտնությունը ստացեք, որ Քրիստոս ձակի ծեր մեջ, բայց գիտեք մի բան գսե համար 20, եւ ես կգարձեմ, որ այս համար 20-ը եւ 21-ը այսօրվա համար շատ կարևոր է, որ հասկանանք, բայց առաջ ասիգա գիտեք, թե քրկերուն բոլոր մարգարեությունը իր անհատական մեկնությունը չունի, վասնզի մարգարեությունը երբեք մարդկոց կամքին պես չստացվիր, չդրվեցավ, հաբա Աստծո սուրբ մարդիկը սուրբ ոգի են շարժված խոսեցան, ինչը սելգուզ այստեղ Պետրոսը, սելգուզը ուշադիր եղեք, մենք լսեցինք, մարգարեություն եկավ մեզի, եւ ուշադիր եղեք, քանի որ այս մարգարեությունը շատերը գշեղեն, եւ շատեր գսեն, թե իրենք ալ մարգարեությունը ստացան, Բողոս կսա այդպես չէ, մարգարեությունը անհատական դիրքերը չի գաղտնեցներ, մարգարեությունը անհատական մեկնություն չունի, մեկ խոսքով, ամեն մարդ իր ուզածին պես չի մեկնաբաներ, եւ պետք չէ մեկնաբանե մարգարեությունը, մեկ խոսքով Աստծո խոսքը, Աստծո խոսքը այնպես չէ, որ ուզած մարդը ուզած թևով կբացատրի, հիմա նայեցեք, ինչեր կտեսնենք, ինչ բաներ կլսենք, ինչ քարոզներ կլսենք, ինչ սերտողություններ կլսենք, ամեն մեկը իր ուզածին պես կմեկնաբանե, եւ այդ տվյալանցը կսե, ինձի Աստված հայտնեց, եւ այսօր այդ տեսակի քարոզիչներ լեցուն են այսօր ինտերնետի վրա, Աստված հայտնեց ինձի, եւ այդտեղ են բան մգսե, սիրելի քուր եղբայրներ, Պետրոս կսե Պետրոսի օրով, հիմա գիտեսնենք այդ սուտ վարտաբետները այդ օրերը գային, հիմա շատ ավելի, Պետրոս կսե ուշադիր եղեք ինչ կլսեք, Աստծո խոսքի մեկնաբանությունը շատ կարևոր է, ուշադիր եղեք ով կմեկնաբանե, ինչ մտքով կմեկնաբանե եւ ինչ շարժարիտով կմեկնաբանե, քանի որ կսե մարգարեությունը չէ դրված մարդուն կամքին համաձայն, եւ այսօր մենք երբեմն Աստծո խոսքը կուզենք մեկնաբանել մեր կամքը կամ մեր վարտաբետությունը մեջտեղ բերելու համար, Աստծո խոսքը չի գրնար մեկնաբանվել տարբեր ձևերով, ինք ունի միայն մեկ մեկնաբանություն, այն մեկնաբանությունը, որ Աստված ինքը հայտնեց եւ քեզի եւ ինձի գինա սերդել ամբողջ գիրքը հասկանալու համար ամեն մեկ բարի, ամեն մեկ խոսքի մեկնաբանությունը, ինչ որ հիմա մենք կնենք, ուրեմն գսե մարգարեությունը ներշնչված է Աստծո սուրբ մարդիկով, Աստծո սուրբ հոգին մարդկանց, որ մարդկանց, առաքյալներու եւ մարգարեներուն, որոնք մենք կգարտանք եւ կսերնենք, մենք չենք հետևիր այս կամ այն ուսուցիչը, որ Աստուծո հայտնություն կստանա, մենք կնախընտրենք հետևիլ Աստվածաշունչին հստակ ձևով, իմանալով, որ երբեմն կան երկրորդական նյութեր, որոնք իրենք տարբեր մեկնաբանություններ կարելի է ընդունել, բայց չենք կարող ասել երկրորդական նյութերու վրա, որ Աստված մեզի տարբեր ուղղություններ կտա, ոչ, Աստված եւ որ Աստծո խոսքը գրված է մեզ ուղարկված է, դրված է մեկ նպատակի համար, մեզի գինա սերդել եւ նաեւ մեզի գինա խոնարհիլ այդ խոսքին առջեւ, շատ մարդիկ իրենք ունին իրենց միտքը, իրենց խաղապարները եւ Աստծո խոսքը գարտան իրենց խաղապարները շեշտելու համար, կամ իրենց խաղապարները վավերացնելու համար, եւ այդ տեսակ մարդիկ նույնիսկ քիրքեր կգրեն, քիրքեր կգրեն մարգարեության հետ կապված, քիրքեր կգրեն այս կամ այն նյութերու հետ կապված, եւ երբ որ գնայիս գրնասեր եղբայր այդ քու գարձիկը դե, բայց այդ Աստծո գարձիկը չի գրնալա, դու դերևս այդպես կգարձես,
Դու ընտերևս այդպես կհավատաս, բայց լավ սերդ է, ուրիշ մեկնաբանություն ալ կա նույն համարներուն վրա։ Անորոմար Աստծո խոսքը գսե մեկնաբանությունը Աստուծո մեկնաբանությունը պետք է լա եւ ոչ թե մարդկային։ Եվ ոս կարևոր է, որ մենք այս համար ասենք թե մարդկոց գամքին համացայն չէ որ դրված Աստծո խոսքը, այլ իր գամքը մեզ հայտնելու համար։ Ուրեմն մենք պետք է խոնարհ լանք, երբ Աստծո խոսքը կսերդենք։ Խոնարհ պետք է լանք, երբ Աստծո խոսքը կքննարկենք։ Եվ խոնարհ պետք է լանք նաև ամեն ամբողջ Աստծո խոսքը սերդենք, եւ որ գուզենք նյութը սերդել Աստծո խոսքեն, պետք է մենք քննարկենք ամբողջ քրվածքը եւ ոչ թե մի քանի համարներ։ Ինչ որ շատ աղանդներ գնեն, շատ նույնիսկ քարոզիչներ եւ ուսուցիչներ այդպես կնեն, իրենց ուզածը հայտնելու համար մի քանի համարներ մեջբերում գնեն եւ գսեն որ այսպես է։ Չէ, մենք պետք է սորվենք ամբողջ քիրքը քննարկել եւ տեսնել թե ամբողջ քիրքը ինչ կսե այս կամ այն աստվածային ուղղության համար եւ ոչ թե մի քանիները։ Ամեն։ Ուրեմն ամեն բան առաջ գիտեք թե բոլոր մարգարեությունը իր անհատական մեկնությունը չունի։ Ինչու վասնզի մարգարեությունը երբեք մարդոց գամքին պես չդրվեցավ, հավադրվեցավ Աստծո կողմեն Սուրբ Օգիով ներշնչված այդ մարգարեներուն կամ այդ առաքյալներուն։ Եվ գնան գսել Աստվածաշունչը փակվեցավ հայտնության 22-րդ գլուխեն հետո։ Անգևերջ առաքյալ չկար, որ մեզ փոխանցեր Աստծո խոսքը։ Ուրեմն Աստվածաշունչեն դուրս եկած բոլոր մտքերը, սովորությունները, նույնիսկ ավանդությունները ընդունելի չէ, քանի որ այդ սովորությունները, ավանդությունները առաքյալներուն եւ Աստծո նշած առաքյալներուն, Աստծո նշած մարգարեներուն կողմեն եկած չէ։ Ուրեմն մենք կրնանք ունենալ ուսուցիչներ, մարգարեներ, առաքյալներ, այո, բայց ինչ ասել է։ Ասել է Աստծո հայտնված խոսքը փոխանցողներ, ոչ թե նոր հայտնություններ բերողներ։ Ուշադիր եղեք սիրելիներ, այսօր այդ դեսագի մտքերով լեցված մարդկանց պատճառով եկեղեցին գդուժե։ Իբր թե հայտնություններ ստացած են, իբր թե հայտնություն կա։ Աստծո խոսքը մեզ բավարար է։ Աստծո խոսքը մեզ բավարար է։ Ինչ որ պետք ունիս քո հոգևոր կյանքի, ընտանեկան կյանքի, ֆինանսական կյանքի եւ այլն, ինչ որ պետք ունիս Աստվածաշունչը ծննդոցեն մինչև հայտնություն բավարար է։ Գուզեմ շեշտել, որպեսզի լավ գիտնաս եւ ուշադիր եղեք ինչ կլսեք, ինչ տեսակի շագերդյալ քարոզիչներ կլսեք, երբ ամեն օր մի քանի հայտնություն կստանան եւ այդ հայտնությունները, երազները կամ դեսիկները կփոխանցեն մարդկանց վարդապետական ուղղություն տալով։ Ոչ սիրելիներ, Աստծո խոսքը հստակ է եւ բավարար է։ Դերևս շատերը պիտի չընդունեք ինչ որ գսեմ, այս ցերկիտնալիկն է, բայց ճշմարտությունը այստեղ է։ Աստծո խոսքը բավարար է մեզ շտկելու, հանդիմանելու, փոխելու, որովհետեւ մենք գլանք Աստծո հաճելի մարդ։ Ուրեմն երբ որ կգարտանք Աստվածաշունչը, երբ որ կմեկնաբանենք Աստվածաշունչը, մենք շատ խոնարհ պետք է լինենք, հասկանալով թե ինչ կսե խոսքը եւ ոչ թե ինչ ես կուզեմ, որ ասե խոսքը։ Այսօր շատ մարդիկ այդպես են։ Գարտան եւ իրենց խաղապարը կուզեն փոխանցել։ Այդպես չէ, երբ որ մենք կգարտանք, պիտի սորվենք Աստծո խաղապարը, միտքը, ուղղությունը հասկանանք, սերդենք ամբողջ գիրքը եւ դերևս այդպես փոխանցենք։ Հալելույա։ Այս տարու ամենամեծ վտանգն է, որ այսօր տարբեր տեսակի գոչված եկեղեցիներ այդ վտանգեն կանցնեն։ Թարերեն եկած եկեղեցիներ, նոր տեսակի խմբակներ, աղանդավորներ, մի խոսքով ամեն քրիստոնյա հոգևորություններ կամ հոգևորական շարժումներ, տարբեր եկեղեցիներ, ամեն մեկը ուշադիր պետք է լան վերադառնալով Աստվածաշնչյան հայտնության եւ ոչ թե կարծելով, ոչ թե կարծելով։ Մենք երբեմն պատմություններ կլսենք, այսօր քարոզիչներ ատամին դարիքը գուտան, Եվային դարիքը գուտան, երբ ծներեն, ինչպես ծներեն, ժողովուրդ երբեմն պատմություններ կլսենք, որ գսենք որտեղ են այդ միտքը։
Ուրդեղ են այդ միտքը։ Եվ որ սուրբ գիրքը լուր է մի թեմայի համար, մենք պետք է լուր մնանք այդ թեմայի մեջ։ Եվ որ սուրբ գիրքը հստակ է, մենք պետք է հստակ լինենք։ Եվ որ սուրբ գիրքը շատ բան չի հայտներ, մենք ալ պետք է մնանք այդ խոնարհության մեջ։ Մենք չենք կրնար Աստծո չի հայտնած բաները հայտնաբերել։ Մենք չենք կրնար սուրբ գիրքեն բացի ուրիշ հայտնություններ մեջտեղ բերել, վստահ եղեք, որ միշտ եւ միշտ սխալական պիտի լինենք։ Ուրեմն ես կնախընտրեմ, որ մենք մնանք Աստծո խոսքի հայտնության մեջ, ինչպես որ է, եւ կոհանանք։ Եվ ասեմ թե սիրելիներ, նոր հայտնության պետք չունենք։ Եթե այս խոսքին մեջ մենք բավարար ապրենք, եթե այս խոսքին համաձայն ապրենք, մեզ բավարար է։ Աստված մեզ ուրիշ բաներ պիտի չի հարցնի։ Մենք ուրեմն գարտանք, սերդենք, որ հիմա գնենք, յուրացնենք խոսքը եւ ապրենք այդ խոսքին համաձայն։ Բավարար է մեզ։ Նորություններու մեջ չմտնենք։ Նոր բաներ, որ քրված չեն, չփնտրենք։ Այո, սերդենք, նոր բաներ սորվինք Աստծո խոսքին, այո։ Մեր կյանքի միջև վերջ պիտի սորվինք, այո։ Բայց Աստծո խոսքեն դուրս չէ։ Մարդկային հայտնություններ չեն։ Մարդկային գամքը, մարդկային երազանքը չէ։ Աստծո խոսքը։ Ամեն։ Բարավորվի Տերը։ Okay, հիմա սիրելի քուրիակներս շարունակենք գլուխ 2 երկարը պիտի փորձեմ արագ երթալ շեշտը տրված է սուտ վարտաբետներու վրա։ Պետրոսի օրով սուտ վարտաբետներ կային։ Հիսուսի օրով արկային։ Ուրեմն այդ սուտ վարտաբետները կշտկե Պետրոս եւ ես կկարծեմ, որ այսօր 2025-ին գիտեք որքան այս խոսքը այժմիական է։ Որքան մենք պետք է այս խոսքը հասկանանք եւ ապրենք, քանի որ հիմա ավելի վատ է եկեղեցիներու մեջ։ Քարոզներ կան, այնպես քարոզներ, որ մարդուն կհաջեցնե, ինչպես հիմա քիչ հետո պիտի գարտանք, այո, ժողովուրդ լեցուն այդ տեսակի խոսքեր կընդունին, եւ այդ տեսակի խումբերուն մեջ շատ ժողովուրդ կա, այո, բայց ինչ կխոսվի։ Մարդկանց հաջելի բաներ, որ մարդը հաջելի հսկա, շատ սուտ հույսեր կդրվի մարդկանց, օրինակի համար ամեն ինչ լավ պիտի լա քեզ համար, դու մի անհավատա, բայց որ խոսքի վրա հիմնված է այդ խոսքը, օրինակ կուտամ, ինչս էլ է ամեն ինչ լավ պիտի ըլլա, ինչս էլ է հարադև է Աստված քո կամքդ անպայման պիտի կատարե, քո սրտիդ ուզածը անպայման պիտի տա, ինչպես կրնան գսել այս, ուր գրված է սուրբ գիրքին մեջ, այս տեսակի անհիմն խոսքեր։ Ուրեմն ուշադիր պետք է ըլլանք սուտ մարգարեները եւ վարտաբետները, սուտ կարոզիչներ, սուտ հովիվներ, սուտ կահանաներ, մարդկանց հաջեցնելու նպատակով վազողներ, ուշադիր եղեք, որքան օրերը գճարանան, այնքան սրդի հաջելի խոսքեր, կարոզիչներ պիտի շատանան։ Անոր համար հիմա ամեն գոմ կարոզիչներ կան։ Ցերկը հերախոս ունեցողը կարոզելու կսկսի։ Okay, բայց ինչ։ Թող Աստված շատցնե կարոզիչները։ Այո, ամեն։ Բայց ինչ կարոզիչ, ինչ իման վրա։ Մարդիկ իրենց եւ Պողոս սկսե Թիմոթեոսին վերջին օրերը մարդիկ իրենց հովիվներ պիտի տան։ Այն հովիվները, որ իրենց սրտին համեմատ կկարոզեն, որ մարդկանց կհաջեցնեն, որ մարդիկ կուզեն այդ լավ խոսքերը լսել։ Ահա սուտ վարտաբետներ։ Պետրոս սկսե երկրորդ գլուխ առաջին համար սուտ մարգարեներ ալգային ժողովրդին մեջ։ Ինչպես ծեր մեջ ալ սուտ վարտաբետներ պիտի ալան, որոնք գաղտուկ պիտի մտցնեն գորստապեր հերձվածներ ու զիրենք ձախու առնող դերը ուրանալով իրենց վրա պիտի բերեն արակահաս գորուստներ կամ արակահաս գորուստը սուտ վարտաբետներ պիտի կան գսե, որոնք այստեղ կարևոր է քախնի ցևով շատ խորամանկ ցևով գամած
Բիդի մտցնեն Աստծո ժողովրդի մեջ հերձվածություններ։ Գամած ճշմարտությունը պիտի անարգեն։ Գամած շեշտը պիտի տրվի ոչ թե ամենագարող Տեր Հիսուս Քրիստոսի արյան վրա, այլ իրենց գետրոնացնելով իրենց անձին վրա։ Գորստապեր, գորուստ դանող հերձվածություններ պիտի բերեն, բայց գրված է քախնի ցևով, գամած, ոչ թե մեկ անգամ են, քանի որ եթե մեկ անգամ են ասեն, շատեր պիտի հերանան, բայց գամած, հաջույքով, խելացի խոսքերով, հրաբուրիչ խոսքերով, մարդկանց Աստծո Հիսուս Քրիստոսի ճշմարիտ, ինչպես ասեմ, խաչի հարության զորութենեն պիտի հերացնեն։ Եվ գսե զիրենք ձախու առնող դերը պիտի ուրանան։ Այսօր շատերու մոտ Հիսուս Քրիստոսի խաչը եւ հարությունը գարձեք չի փավեր։ Ուրիշ բաներու հետև են գվազեն։ Շատեր գուզեն հայտնություններ ստանան։ Շատեր գուզեն մարգարեություններ, բարգևներ, որովհետեւ լավը սկան իրենք։ Շատեր գուզեն հրաշքներ տեսնել։ Շատեր գուզեն Սուրբ Օքի բարգևներով լեցվիլ, որ ասեն որ հա, իրենք արդեն բրգված են, իրենք արդեն լավն են։ Բայց այստեղ գսե այս արդեն գամած այն վարտաբեդությունն է, որ մեզի կբերե գամած ասելով Հիսուս Քրիստոսի արյունը եւ խաչը այնքան ալ բավարար չէ։ Պետք է այս բանն ալնես, պետք է այսպես աղոթես, պետք է այս բանը դաս, պետք է այս բանը անես, որովհետեւ դերը հաջեցնե, դիրոջ հաջեցնես։ Այս Հիսուս Քրիստոսի մեզ ծախու արածը ուրանալն է։ Երբ որ ավետարանը մեզ բավարար չէ եւ գողքին գավելցնենք վարդապետություններ, առասպելություններ, ձիսապանություններ, եւ որ գնենք բաները, որ սուկիրքի մեջ չգա, արդեն այդ կեսի գսե արակահաստ գորուստը կհասնի քեզ։ Եվ այդ հավանական պատիժն է, որ քիչ հետո պիտի տեսնեք որքան այս պատիժի մասին գխոսի Պետրոսը։ Համար 2 շատեր անոնց գորստական ընթացքներուն յետևեն պիտի երթան, որոնց համար ճշմարտության ճամփան պիտի հայոյվի։ Շատեր գսե այդ տեսակի սուտ մարգարեներուն յետևեն պիտի երթան եւ անոնց պատճառով ճշմարտությունը պիտի հայոյվի։ Ասել որ մարդիկ այն հետևորդներուն պիտի նային եւ այդ հետևորդները որ սխալ վարդապետություններու կհետևին, անհավատները անոնց նայելով ճշմարտությունը պիտի հայոյեն եւ պիտի ասեն ասոնք են հավատացյալները։ Այսօր գբադայ այս մեր եկեղեցիներու մեջ մարդիկ եկեղեցի երթան հավատացյալ են իբր թե կքարոզեն, հայտնության մասին կխոսին, Սուրբ Հոգիով բաները գսեն, բաները գնեն եւ այլն, բայց երբ որ իրենց կյանքը կտեսնենք որ գապ չունի այդ խոսքին հետ, որ իրենք կխոսին, կամ այդ հայտնություններուն հետ, որ իրենք իբր թե ստացել են, եւ անոնց պատճառով շատ անհավատներ կհայոյեն եւ եկեղեցին, եւ հավատացյալները, եւ ճշմարտությունը։ Գսեն արդյոք այս է Քրիստոսը, այսպես պետք է լա Քրիստոսի հետևորդը։ Ինչու, քանի որ սուտ վարդապետները սուտ խոսքեր կխոսին, սուտ մարգարեները սուտ մարգարեություններ գնեն, սուտ հավատացյալները սուտ բաներու յետևեն գվազեն եւ ճշմարտությունը չեն ապրիր եւ ճշմարտությունը չեն կարոզեր։ Եվ անոր համար շատեր բիդերտան այդ սուտ մարգարեներու յետևեն, նայեցեք ընդհանրապես եւ որ գտեսնեք լեցուն մարդիկ վարդապետուց կարոզիչներու կհետևին, լեցուն մարդ եկեղեցիները լեցուն են, վստահ եղեք որ այդ սխալ բան մգա։ Քիչ է ճշմարտության հետևորդը։ Նեղ է ճանապարհը որ ճշմարտություն կդանի։ Լայն են անոնք որ իրենց հաջույքի քարոզները գուզեն լսել։ Լայն դեղեն, լայն ճանապարհ է այդ մարդիկը, որոնք հաջույք կառնեն Աստծո խոսքը լսելով, քանի որ Աստծո խոսքը իբր թե իրենց կհանգստացնե։ Ոչ սիրելիներ, այդ սուտ մարգարեության հիմքն է, որ գամած գախնուծեվով մեզ կհերացնե ճշմարիտ ապաշխարութենեն, Հիսուս Քրիստոսի խաչելության եւ հարության զորութենեն, մեզ գամած կհերացնե եւ մեզ գտնե այդ մեզ մարդկային ըսկացողական հավատքի մեջ։ Եվ ուշադիր եղեք այս կետին, որ այս գորուստի գտանի մարդուն։
Համար 3 ակահությունով եւ խորամանկությամբ հնարած խոսքերով մեզ ցեզ պիտի շահագործեն ակահությամբ եւ խորամանկությամբ ակահությունը ասել է իրենց անձը իրենց անձին շահը ուրեմն այդ սուտ մարգարեները իրենց անձը իրենց իրենց շահը փնտրելով խորամանկ ծևերով պիտի շահագործեն հավատացյալները այս մարգարեությունը որ գնե Պետրոս ինչ որ հիմա կկատարվի անձնագետրոն կարոզիչներ իրենց եկեղեցին իրենց առաքելությունը իրենց կազմակերպությունը կուզեն բարելավել կամ զարգացնել որուն շահուն գործված մարդկանց որոնց սխալ խոսքերով կքաշեն դեպի իրենց խորամանկությամբ ջարդարաբեդությամբ ջարդարախոսությամբ կքաշեն դեպի իրենց որպես իրենց ծրագիրը կատարվի եւ իրենք փառավորվին ինքնագոչ հովիվներեն հերու մնացեք ինքնագոչ կարոզիչներեն հերու մնացեք Թերևս շատերը պիտի հիմա հարվածեն ինձ շատերը պիտի թերևս խոսին ինչ որ պիտի խոսին իմ հանդեպ բայց ես կուզեմ այս խոսքը քեզ փոխանցեմ ակահությունով եւ խորամանկությունով շատերը պիտի հերանան ճշմարտութենեն քանի որ իրենց ուզածը պիտի լսեն շատեր այսօր եկեղեցիները դուրս կելեն իրենց հոգեվոր ընտանիքներեն դուրս կելեն ասելով որ այդտեղի եկեղեցին ես ավելի լավ կզգամ ես ինձ այնտեղ ուրեմն մարդիկ իրենց անձին լավ զգալը կփնտրեն եւ ոչ թե ապաշխարությունը եւ զղջումը Քրիստոսի առջեւ շատեր կփնտրեն իրենց լավ զգալը լավ ըլլալը եւ ոչ թե ճշմարիտ հավատքը եւ այս տեսակի կարոզիչներ եւ այս տեսակի եկեղեցիներ այսօր կքաչալերեն այդպես մարդկանց որ իրենք լավ զգան իրենց խմբակներեն ներս այո համար գսե որոնց թադաբարդությունը շադոնցմե պատրաստ ըլլալով պիտի չուշանա ու անոնց գորուստը պիտի չմրապե այո բադիշ կա այդ գրնամսել վարտաբետներուն կարոզիչներուն հովիվներուն որոնք մարդկանց կքաշեն դեպի իրենց անձին իրենց կազմակերպության իրենց եկեղեցին եւ այդ մարդկանց սխալ խոսքերով հրաբուրիչ խոսքերով խորամանկությամբ կքաշեն դեպի իրենց ահավասիկ համարը գսե անոնց թադաբարդությունը պիտի չուշանա լուրջ թեմա է եւ այս թեմայի մեջ բոլորս կանք դժբախտաբար այսօր եկեղեցիներու մեջ այս ուղղությունն է որ ավելի առաջ կերտա ուր լավ գզկաս հոն կնա գսվի ուր հոգևոր եկեղեցիներու մասին է խոսքս ուր լավ գզկաս դու քեզ հոն կնա բայց սիրելի քույր եղբայրներ այդպես չէ ոչ թե ես ուր որ լավ գզկամ հոն բիդերտամ այլ ուր որ դիրոջ խոսքը ինձ ապաշխարության գմղե հոն բիդերտամ ուր որ դիրոջ խոսքը ինձ պիտի սորվեցնես պետք է խոնարհիմ հոն բիդերտամ ուր որ այդ եկեղեցին որ ինձ պիտի սորվեցնե ճշմարտությունը որ ես պետք է խոնարհիմ դիրոջ առջև ես հոն պետք է երթամ այն եկեղեցին որ ինձ կսորվեցնե ամբողջ սուբկիրքը սերդել ես հոն պիտի երթամ այն եկեղեցին որ ինձ կսորվեցնե իրական երկրբակել Աստծո խոնարհությամբ եւ հոգով եւ ճշմարտությամբ ես հոն պետք է երթամ այն եկեղեցին որ ինձ կսորվեցնե միապանությունը սերը եղբայրներու եւ քույրերու մեջ ես հոն պիտի երթամ ես պիտի երթամ այնտեղ ուր Աստծո խոսքը հստակ ձևով կքարոզվի բայց նաեւ գաբրծվի այնտեղ որ մարդիկ կսորվին ապաշխարել այո կադարյալ եկեղեցի չկա բայց կա եկեղեցի որ կսորվեցնե ճշմարիտ ապաշխարությունը եւ ոչ թե ջիսապանություն ոչ թե եկեղեցական գարկ ու կանոնը ոչ թե այս կամ այն հովիվին կամ առաջնորդին այսպես թակավորի մեզ բադվել կամ հարկելը անոնց գորուստը մոդ է գսե անոնք որ ակահությամբ
եւ խորամանկությամբ մարդկանց կկաշեն դեպի իրենց եւ ոչ թե Քրիստոսի։ Համար 4-ն սկսյալ։ Պասնզի եթե Աստված մեղ կորձող հրեշտակներուն չխնայեց, հաբա խավարի գաբերով դարդարոսը ծկած Դադաստանի բահել դվավ ու առաջվան աշխարհնա չխնայեց, միայն թե Նոյը 8-րդ անցը արդարության քարոզիչը բահեց եւ չրհեղեղը ամպարիշներուն աշխարհին վրա բերավ, երրորդ օրինակը համարվեց Սոդոմ Գոմորին քաղաքը մոխիրի դարձնելով ու գործանելով դադաբարդեց, ետքը ամպարիշտ մարդոց օրինակ ըրավզանոնք, բայց ազատեց արդար Ղովդը, որ անօրենությունը անարակ վարկեն ցանցրացեր էր, վասնզի այն արդարը անոնց մեջ կենալով աչքովը տեսնելով ու ագանչովը լսելով օրեոր արդար հոգին գդամչեր անոնց անօրեն վարկովը։ Ուրեմն գսե դերը գիտե բարեբաշտները փորձութենե ազատել եւ անիրավները դանչանքի համար Դադաստանի օրվան բայել։ Այստեղ գուտա 1, 2, 3, 4 օրինակ։ Այս 4 օրինակի մեջ կսե Աստված բաճեց։ Աստված չի գրնար թիմանալ այն անարդարությանը։ Եվ այս օրինակը լալով գսե դու գալ ուշադիր եղեք, որ Աստվածաբաշտը, բարեբաշտը, ճշմարիտը պիտի օրտնե եւ անմարտը, որ ամպարիշտ է, պիտի դադաբարդե։ Գուտա ուրեմն նախ հրեշտակներուն, ուրեմն դևերու օրինակը, որ երբ մեղ կործեցին հրեշտակները, այստեղ գհիշեցնեմ ես Ծննդոց 6-րդ գլուխը, անոնց կսե այդ 4 ոգիներուն դարդարոսը տարավ, գաբեց, բահեց, եւ երկրորդ օրինակը Նոյին օրինակն է, չրհեղեղին օրինակն է, որ Աստված բաճեց անարդարը, բայց արդարին փրկեց։ Երրորդ օրինակը Սոդոմ Գոմորն է, որ Աստված բաճեց այդ բոլոր սոդոմացիները, գոմորացիները, բայց բահեց Ղովդին, արդարին։ Ուրեմն այս օրինակները դալով Աստված կսե ես գիտեմ բահել արդարը եւ բաճել անարդարը։ Եվ Ղովդին համար այստեղ գսվի հետևյալը, որ ինք արդար էր, ինչին մեջ արդար էր Ղովդը, քանի որ չեր գրնար թիմանալ այդ անարդարությանը։ Երբ կտեսներ Սոդոմ Գոմորի մեջ այդ աղդոտությունները, չեր գրնար թիմանալ։ Եվ անորոմար Աստված իրեն բահեց։ Եվ որ մենք կտեսնենք մեր եկեղեցիներուն մեջ անարդարություն, խաբեություն, սուտ վարդապետություն, ինչպես այստեղ է սորվեցնե Պետրոսը, եւ որ գլսենք սուտ քարոզչություն, եւ որ գլսենք բաներ, որ սուտ գիրքի մեջ չկա, եւ որ մարդը գքարոզի առանց սերդողություն ունելու, եւ որ գտեսնենք, որ մեկը 2-3 բաներ գիտե սուտ գիրքեն իրեն հովիվ գցերնատրեն, ժողովուրդ կանտրատարնանք կսենք ուր գերտանք, 2-3 տարվա ապաշխարած իրեն հովիվ գցերնատրեն, եւ այդ մարդը եկեղեցի առաջնորդ է չագերդյալ։ Եվ որ այս բաները գտեսնենք, ինչպես Ղովդը գտեսներ Սոդոմ Գոմորի մեջ անարդարությունը, նույն բանը որ մենք գտեսնենք այսօր հոգևոր կյանքին մեջ։ Այսօրվա թեման Պետրոս հոգևոր եկեղեցի մասին կխոսի։ Եվ որ եկեղեցի մեջ գտեսնենք սուտ վարդապետություն, սխալ վարդապետություն, դիսապանություններ, ավանդություններ, քարոզիչներ, որոնք իրենց երազները կպատմեն մարդկանց։ Ինչ կնենք։ Ղովդը գչարչարվեր։ Եթե դու նալ գչարչարվիս եւ գուզես արդարությունը, Աստված քեզ պիտի օգնե։ Այո, պետք չէ լրենք մենք։ Սխալը սխալը պիտի ասենք։ Մեր քարոզչությունը պետք է հստակ լազո խոսքին համաձայն։ Ուրեմն Աստված գիտե համար 9, գիտե ամպարիշտները, բարեբաշտները ներողություն փորձութեն է ազատել եւ անիրավները դանչանքի համար պատրաստել։ Շարունակենք, նայեցեք ինչ կսե նույն նյութով։ Պետրոս, նայեցեք մոտավորապես մեկ ամբողջ գլուխ գքրե
այս սուտ վարդապետներուն հետ։ 3 գլուխ կա երկրորդ Պետրոսը։ 1 գլուխը միան սուտ վարդապետներուն համար է։ Ինչու՞։ Քանի որ շատ կային։ Քանի որ Պետրոսի օրով այդ սուտ վարդապետները իրենց գործը գնային, իրենց սխալ գործը գնային։ Եվ Պետրոս կսե ուշադիր եղեք, ժողովուրդ, արթուն գեցեք։ Եվ այդ խոսքը այսօր նաև մեզի համար է։ Մանավանդ անոնք, որ բղձալից ցանկությամբ մարմինի յետևեն գերտան եւ դերությունները գանարքեն, ինքնա հավան եւ համտուքնեն, չեն վախնար մեծապարներուն հայոյել է։ Ավասիկ այդ քարոզիչներու մասին է խոսքը։ Այդ քարոզիչները, որոնք իրենց ցանկություններով առաջ կերտան, ինքնահավան, գրված է, հանտուքն, խոնարհություն չի գա, հանտուքն խոսքեր, իրենք են գետրոնը։ Երբ հրեշտակները գսե, որ անոնց մեջ շատ ավելի մեծ են զորությամբ եւ կարողություններով, դերոջ արչեւ հայոյությամբ դատաբարդություն չեն բերեր անոնց վրա։ Նույնիսկ հրեշտակները գսե, այնքան հանտուքն չեն, Աստծո ներկայությամբ խոնար են։ Այս սուտ կարոզիչները, այս անունով հավատացյալները, ինչպես երբեմն գահանտքնին, գահայոյեն, երբ որ գսե գահայոյեն, ոչ թե հայոյանք մեր գարձած իմաստով, այլ Աստծո հագարակ կխոսին եւ սուրբ Գիրքի մեջ հայոյելը ամբարդավանության հետ կապ ունի, մեծապարության հետ կապ ունի, քորոզության հետ կապ ունի, հբարդության հետ կապ ունի։ Գսեն այս մարդիկը հբարդ են, նույնիսկ հրեշտակներ, որ շատ զորավոր են իրենց մեջ, չեն համարձակիր Աստծո ներկայությամբ այդպես խոսիլ։ Այս սուտ վարդապետները, այս հավատացյալները, որոնք բերանացի այնպես լավ բաներ կխոսին, այնպես քաչությամբ կխոսին, բայց կյանքերին այնտեղ չէ, անոր Պետրոս կսե, այս մարդիկը իսկապես վտանգի մեջ են։ Իրենք իրենց մեկը կգարձեն, իրենք իրենց մեծ կգարձեն, իրենք իրենց կգարձեն, թե իրենք արդեն ամենին լավն են, եւ այդ է իրենց մեղքը, այդ քարոզիչներուն։ Նայեցեք ինչ կսե, համար 12, Պետրոս կսե, ասոնք անփան անասուններու բես են։ Այդ անասունները, որ պիտի մորթվին, պիտի ձախվին, պիտի մորթվին, այդ անասուններուն բես են գսե, որ բնական որդվելուց եւ սպառնվելու համար են, գհայոյեն անոնց, որ չեն ճանչնար, մեծ գխոսին, այն նյութերը, որ չեն գիտեր, այն նյութերու մասին գխոսին, որ չեն գիտեր, մեծ գխոսին գսե անասուններու գլմանին, անոնք իրենց աբագանությունովը բիդի աբագանին, ահավասիկ բադիժը, մեմ եվս բադիժը, քիչետո բիցե մի քանի բադիժները սավ այս համարներուն մեջ, մեծ մի խոսիր, խոնար եղիր, դիրոջ խոսքեն ավելի դուրս մի ելներ, ուշադիր եղիր ինչ կսես, քո ամեն մեկ խոսքդ, ամեն մեկ մեջբերումդ Աստծո խոսքին համաձայն թողլա, քո անձիդ համաձայն թող չլա, քո անձդ առաջ մի բերեր։ Սիրելի քույր եղբայրներ, կտեսնենք երբեմն չագերդյալ Աստուծո մարդեր, որ ավելի իրենց մարդն են, քան թե Աստծո մարդը, այնքան բադիվ կստանան, այնքան բադիվ կփնտրեն, այնքան գուզեն իրենց անունները քրվի այստեղ այնտեղ, այնքան գուզեն իրենց մասին խոսվի, այնքան բաներ գնեն, որ իրենք երևնան, ամեն բաներում մեջ գան, միշտ նկարներով մեջտեղն են, կովաստը իրենց համար է, ամեն ինչ իրենց համար է, իրենց ծառայություններում մեջ իրենց նկարները կան ամեն կողմ։ Ժողովուրդ, մենք Աստծո, եթե Աստծո մարդն ենք, մենք խոնար պետք է լանք։ Ուր է ավետարանի վերստին ծնվածները, երբ այսօր գնայինք քարոզիչներուն, այսօր որ գնայինք հովիվներու, շատ հովիվներու, փառք Տիրոջ բոլորը չեն, բայց շատերուն երբ որ գնայինք, գսենք ուր է ավետարանը։ Ուր է այդ ավետարանի խոնար ծառայողը, որ Հիսուս կսեց ցեզ ամենամեծը թող ամենաբզդիկը հլա։ Ուր է։ Ուր են այդ ճշմարիտ խոնարները, որոնք խոնար են իրենց եկեղեցին մեջ, իրենց ծառայություններու մեջ, երբ մենք տեսնենք հովիվներ, որոնք թագավորներու պես կապրին իրենց եկեղեցիներու մեջ, իրենք չես ալ գրնալ խոսիլ։ Սիրելի քույր եղբայրներ, պետք է փոխվի այս բոլորը։
Մենք պետք է ապաշխարենք։ Հիսուսի կալուստը մոտ է, եկեղեցիներու մեջ խոնարհներ պետք է տեսնենք։ Խոնարհ ծառայողներ եւ ոչ թե ինքնահավան, ինքնագետրոն, անձնագետրոն մարդիկ, որոնք բաց կխոսին, առանց թե կյանքը այնտեղ ալա։ Բիդի աբագանին իրենց աբագանությանը մեջ կսեն։ Համար 13 անիրավության վարձքը ընդունելով անոնք ծորեկվան մեջ եղած զեղությունը զվարճություն կսեբեն արատ եւ պիձեն իրենց խապեյություններով զվարճանալով եւ ցեզի հետ կերուխումիր գնստին շնությամբ լեցուն աչքեր ունին որ մեղքե չեն տատարիր անհաստատ հոգիները կխապեն ներողություն ան ակահության վարժված սրդեր եւ անիցիալ զավակներ են։ Տեսնեք ինչ բաներ գսեք, պիտի թողնեմ որ դուք հետո դարտակ, չեմ ուզում մեկ բարին վրա գետրոնանալ, բայց գտեսնեք ինչ խիստ կխոսի Պետրոսը։ Անիցիալ են գսանոնք։ Քանի որ մարդ կխապեն։ Նորեն կրված ինչպես երկրորդ համարի մեջ մարդ կխապեն։ Դգար հոգիները կխապեն։ Այդ մարդը որ սուբ գիրքեն դեղյակ չէ, այդ մարդուն կխապեն։ Եվ այսօր ինչու այդպես հովիվներ գահաճողին իրենց վատ գործերուն մեջ, քանի որ իրենց դիմացը Աստծո խոսքը ջանցող մարդ քիչ կա։ Եթե մենք Աստծո խոսքը գարտանք, եթե մենք Աստծո խոսքը սերնենք, եթե մենք Աստծո խոսքի մեջ քիչ գետրոնանանք, չենք խապվիր ժողովուրդ, չենք խապվիր։ Եվ այդպես հովիվներ չեն հաճողիր։ Այսօր այդպես հովիվներ գահաճողին ինչու, քանի որ դիմացը սուբ գիրք գարտացող չի գա։ Հովիվը գսե որ ես սրտիս այս տրվեցավ, դիմացին ալ գսե ամեն։ Չգիտեր քանի որ ինչ է ճշմարտությունը։ Չսեր հովիվ այդ ինչը սիրտու, կուզածը սխալ է։ Չէ։ Ուրեմն այդ տեսակի մարդիկ այսօր կխապվին, քանի որ իրենք սուբ գիրքի հետ կապ չունին։ Անորոման Աստծո խոսքը սերդենք եւ ինչպես կտեսնենք մեր այս սերդողությունը դիրոջ խոսքն է որ քեզ գպերեն որ դու լուսապանվիս, որ չլատ է աճ ցախ այս կամ այն հերձվածության հետևիս։ Աստծո խոսքը ստագ է։ Եվ մեր ճշմարտության խոս ծառայությունը ոչ կավելնա, ոչ ալ կբաքսեցնի։ Ինչ որենա ադիգա է։ Գահավնիս, չես հավնիր տուն գիտես։ Խոսքը խոսք է։ Եվ մենք պիտի փորձենք ավելիով այս խոսքը հասկանալ։ Քանի որ գտեսեք Պետրոս ինչ փարգությամբ կգրա այստեղ։ Հիսուս իր արյունը տվավ, որովհետև մենք ազատագրվենք եւ ճշմարտության մեջ քայլենք։ Սուրբ Հոգին եկավ, որովհետև Սուրբ Հոգին մեզ Քրիստոսի ամեն ճշմարտության մեջ առաջնորդ է։ Եվ այսօր Սատանան իր գործիչներով կուզե հերացնել մարդկանց Հիսուս Քրիստոսի ճշմարտությունը։ Անհաստատ հոգիները կխապեն, այո։ Հաստատվիր Աստծո խոսքի մեջ, որ չի խապվիս։ Անիցիալ զավակներ են։ Վաու, ինչ ծանր խոսք։ Շիդակ ջամպան ցկելով մոլորեցան, ինչպես Բեովրյան Պաղամին ջամպուն հետևելով, որ անիրավության վարձքը սիրեց։ Պաղամին պատմությունը գիտենք, թվոց կրկին մեջ, երբ Պաղամը դրամի համար, շահի համար Աստծո ըսած խոսքին հագարակեցավ։ Իր անձնական շահին համար։ Սկիզբը լավ սկսավ, ասավ չէ, ես Աստծո խոսքը պիտի ասեմ։ Բայց եւ որ իրենք քիչ ավելի առաջարկվեցավ։ Սավ ինչու չէ։ Իր ուզածը սկսավ ասել։ Եվ գսե այդտեղ, բայց իր անարդությանը հանդիմանությունը արավ, երբ անխոս էշը մարդկային ցայնով խոսելու մարդկային հիմարությունը արգելեց։ Էշը Աստված կործածեց, այդ մարդկային ասելով, թուն իմ խոսքս անարգեցիր։ Սիրելի քույր եղբայրներ, չլաթե գսե Պաղամի ջամպուն մեջ մոլորինք մեր անձերուն փապակը կատարելու, մեր գամքը կատարելու յետևեն։ Քանի որ մեր գամքը եթե կատարենք, մենք պիտի գործվենք։ Եվ նույնիսկ քարոզիչներ, հոգևոր հովիվներ, առաջնորդներ, եկեղեցի անդամներ, հավատացյալներ, մենք չէ որ կանչված ենք մեր գամքը կատարելու, մենք կանչված ենք իր գամքը կատարելու։ Անոնք համար 17-ը չուր չունեցող աղբյուրներ են,
փոթորիգեն քշված մեկեր, որոնց համար թանցր խավարը բահված է հավիտյան։ Ինչ ծանր խոսք, անիծյալ են, թանցր խավար բահած է, ինչու, քանի որ իրենց կամքը կփնտրեն, իրենց շահը կփնտրեն, պերանին աստուծո անունը, սրդերնին իրենց շահը։ Եվ ահավասիկ, անոնք անչուր աղբյուրներ, մի խոսքով գա աղբյուրը, բայց չուր չկա։ Այո, այդտեղ գսե փոթորիգեն քշված է, մի խոսքով իմաստ չունի։ Իրենց այդտեղ լալը հոգևոր իմաստ չունի։ Քանզի ունայնության հբարտ խոսքեր ընելով, քիչություններով, մարմինի ցանկություններով գխապեն զանոնք, որ քիչ առաջ փախեր էին անոնց մե։ Մեկ խոսքով ուրդեղեն որ ելած էին, ետ այնտեղ գերտան այդ մարդկանց քարոզելով իրենց փափակածը, իրենց ուզածը, հբարտ խոսքերով, անհիմն խոսքերով, հանտուկն խոսքերով։ Անոնց ազատություն կխոստանան, բայց իրենք աբագանության ծարաներն են, վասնզի ինչ բան է որ մենք հաղթվի, անոր ծարա գլա։ Իրենք կկարոզեն, որ ազատություն կա, բժշկություն կա, Քրիստոսով ամեն ինչ լավ կա, արդար պետք է լանք, ուրախ պետք է լանք, ուղի պետք է լանք կկարոզեն, բայց իրենք անոր մեջը չեն։ Իրենք ազատագրված չեն, իրենք բռնված են։ Այն բանը որ մեկը գահախտվի անոր ծառա կլա։ Ասել է որ դու այս կետի վրա չես կրնար հաղթել, դու անոր ծառան ես։ Իրենք չեն կրնար հաղթել, բայց կկարոզեն։ Իրենք արդարություն կարոզեն, արդարության մեջ չեն։ Ճշմարտություն կարոզեն, ճշմարտության մեջ չեն։ Սրբություն կարոզեն, սրբության մեջ չեն։ Աստված կկարոզեն, բայց իրենք ինքնա վստահության եւ ինքնա բաշտամունքի մեջ են։ Ասանձի եթե դեր ու բրգիչ Հիսուս Քրիստոսին գիտությունով աշխարհին բղծություններեն հրաժարել է հետո դարձյալ այն բաներեն բռնված հաղթվին, անոնց վերջը առաջինեն ավելի քեշ կլա։ Ասել գուզե որ դու որ լսեցիր, իրենք որ գիտեն այս ճշմարտությունները, իրենք որ այս ճշմարտությունները ճաշակեր են, բայց ետ կվերադառնան դեպի աշխարհ։ Առանց ճշմարիտ աբաշխարելու, առանց իրական աբաշխարելու, առանց կատարյալ աբաշխարելու, կվերադառնան իրենց վերջավերի քեշ պիտելա քան թե առաջ, քանի որ հիմա իրենք գիտեին, իրենք լսած էին, իրենք ընդունած պետք է լային, բայց չընդունեցին, այլ իրենց անձը առաջ բերին եւ իրենց անձը առաջ բերելով իրենց վերջը ավելի քեշ պիտելա։ Սակայն անոնց պատահեցավ հին եւ ճշմարիտ արագը որ գսե շունը նորեն իր փսխածին կդառնա եւ լվացված խոզը ցեխի մեջ կդաբլդգի։ Ավասիկ Պետրոս ինչ խիստ կխոսի սուտ մարգարեներուն, ինչ խիստ կխոսի այդ մարդկանց որ հոգեոր խոսքեր կխոսեն, բայց իրենք մեջը չկան։ Ինչ խիստ կխոսի այդ մարդկանց որ այսպես առանց քիտնալու բաներ մը կխոսին։ Այդ մարդկանց որ հայտնության մասին կխոսին, բայց Աստծո խոսքեն դեղյակ չեն, շատ խիստ կխոսի Պետրոս։ Նայեցեք, երբ որ իրենց բադիժներու մասին կխոսենք։ Օրինակ գսե անոնց թադաբարդությունը պատրաստ է։ Քիչմանտին գսե Թադաստանի օրվան կբահվին։ Քիչմանտին գսե պիտի աբագանին։ Քիչմանտին գսե անիծյալ զավակներեն, քիչմանտին գսե թանցր խավարի բահված են հավիդյան, այս բոլոր բադիժներն են, որ կսպասե այդ մարդկանց, որ հոգևոր կցևացնեն, բայց հոգևոր չեն։ Հոգևոր բաներ գսեն, բայց կյանքը չգա։ Եվ սուտ կիրկանոց համար գսե սուտ վգաներ, սուտ մարգարեներ, որոնց պատճառով շատեր պիտի հերանան եւ Աստծո հագարակ նույնիսկ Աստծո պիտի հայոյեն այդ մարդկանց պատճառով։ Սիրելի քույր եղբայրներ, սիրելի հայրենակիցներ, քրիստոնյա ալլալը Քրիստոսի խոսքի մեջ հաստատուն մնալն է։ Քրիստոնյա ալլալը Քրիստոսի խոսքը լավ ճանաչելն է։ Պետրոս ցանր խոսքեր կխոսի։ Անորոշ ճիշտ վերի համար որ գարտացինք,
երկրորդ գլխուն, առաջին գլխուն վերջին համարը։ Գսե որ մարգարեությունը ուզածիդ պես մի թարգմաներ։ Աստծո խոսքը քո ուզածիդ պես մի մեկնաբաներ։ Գարելի չէ։ Ահավասիկ հետևանքները, երբ որ սուտ մարգարեներ գուքան։ Ահավասիկ սուտ մարգարեները ինչու մեջտեղ կան, քանի որ ամեն մարդ իր ուզածը կմեկնաբանե։ Մենք պետք է հստակ լազո խոսքը մեր մեջ։ Մենք չէ թույլ տանք, որ ամեն մարդ իր ուզածը ասե։ Գրնա ամեն մարդ իր գաղափարը տալ, այո, բայց պետք է շտկվի։ Եկեղեցին այն վայրն է, որ մենք պետք է հավաքենք բոլոր մարդկանց մտքերը, գաղափարները սորվեցնելով, քաչալերելով իրենց, որպես Աստծո խոսքը սերդեն։ Մենք չենք գնալ ամեն մեկը իր ուզածը պատմի։ Անոր համար սուտ մարգարեներ գոքան, անոր համար սուտ վգաներ գելեն, անոր համար այսօր շատ ավելի քայթաղգված մարդիկներ կան եկեղեցիներեն, քան թե նվիրված մարդիկներ։ Շատ ավելի մարդիկ քայթաղգվին այսօր հավատացյալները, քան թե շատեր որ գուքան հավատացյալ կդառնան։ Ինչու՞։ Քանի որ հավատացյալ ճագերդյալ սուտ հավատացյալները փամը գսեն եւ ուրիշ ցեվով գաբրին։ Գամ գխապեն մարդկանց։ Գամ մարդկանց ցույց կտան ուրիշ տեսակ հավատքը։ Մարդկանց կսեն եկեք մեր եկեղեցին լավ է։ Ինչու՞։ Քանի որ այդ եկեղեցին մեջ ոչ մարդը կհանդիմանվի, ոչ կաշխարե, ոչ ապաշխարության կհրավիրվի։ Մարդը հանգիստ կսկա այնտեղ։ Բայց ոչ։ Սուրբ Գիրքը մեզ կսորվեցնե, որ Աստծո խոսքը ունի իր զորությունը, եւ մենք կանչված ենք այդ խոսքը լսելու, այդ խոսքը ընդունելու, այդ խոսքը ապրելու, այդ խոսքին համար խոնարհվելու եւ մենք միշտ խոնարհ ապրելու ամենակարող Աստծո խոսքին առաջ։ Ես երբ որ համար կգարտամ, ես չեմ ասեր ինչ կուզեմ հասկանալ, ես չեմ ասեր ինչ կուզեմ մեկնաբանել, չէ, ես կսեմ ինչ կսե խոսքը։ Եվ այդ խոսքն է, որ ինձ գբարդատրե, որ ես խոնարհիմ եւ լսեմ։ Թող Տերը մեզ օգնե այս ցավալի խոսքերը, որ Պետրոս մեզի տվավ, թող մեզ օգնե, որ մենք հասկանանք, սիրելի քույրեր, որ Աստծո խոսքը խաղալիք չէ։ Աստված հետևիլը, Հիսուս Քրիստոսի հետևիլը խաղալիք չէ։ Իր արյունով մեզ ծախու արավ Հիսուս։ Մենք չենք կրնար մեր ուզածը անել։ Գամ Քրիստոսի հետևորդ ենք կատարյալ ցևով եւ գամ ոչ։ Գամ կատարյալ ցևով Հիսուս Քրիստոս դերը, ինչպես այստեղ գսե վերջին համարը, դեր ու բրգիչ Հիսուս Քրիստոսին։ Դեր ու բրգիչ։ Մենք եւս կտեսնենք Հիսուսի աստվածությունը այստեղ։ Գամ կընդունենք իր դեր ու բրգիչը լալը եւ մենք կհնազանդենք եւ կհետևենք իրեն եւ գամ ոչ։ Այդ մեջտեղը լալն է, որ շատ նախ դու գցավիս, Աստված քեզ սուտ վգա գսե, բայց նաեւ քո պատճառով շատերը կքայթաղգվին։ Մեջտեղ չէ, դամ կատարյալ Քրիստոսի խոսքին մեջ նվիրված խոնար, ինչպես որ խոսքը գսովեցնե, եւ դամ դուրս։ Ուրեմն մեր նպատակը մարդ շահիլ չէ, մեր նպատակը մարդը ապաշխարության բերելն է։ Մեր նպատակը ժողովուրդ ունենալ չէ, մեր նպատակը ժողովրդին Քրիստոսի նմանցնելն է։ Այսօր համար կանչված ենք մեր ծառայությունը ճշմարտության խոսքը, իմ ծառայությունը ճշմարտության խոսքը, սիրելի քույրեր, այսօր համար այստեղ է։ Մեր նպատակը գեղեցկացնել չէ, կամ ինչպես եմ գայքերը, Facebook-երը, YouTube-ները լեցնել չէ։ Մեր նպատակը, որ եթե մի բան հասկացար, հասկանաս լրջությամբ։ Հիսուս Քրիստոս մերավ հարություն արավ, որբեսի մենք իրեն հետևենք, բրգվենք, քայլենք բրգության կյանքի մեջ սուրբ եւ անարատ ճշմարիտ, եւ ոչ թե մեր գամքը փնտրենք, այլ իր գամքը, խոնարհությամբ, ճշմարտությամբ, հնազանդությամբ, արդարությամբ քայլենք իր խոսքին մեջ, ոչ թե հանտուկ նլանք, այլ խոնարհ լանք իր խոսքին առջև, եւ ապրենք արդար եւ ճշմարիտ Հիսուս Քրիստոսը ծառացնելով, որին գդրվի միշտ փառքը, հիմա եւ հավիտյանս հավիտենից, հալելույա, ամեն եւ ամեն։ Այս երկեն վերջ վերակտնենք իրար աղոթելու համար, այս նյութին համար սիրելի քույրեր։ Ուրեմն երկեն վերջ վերակտնենք իրար։ Բարիր մեր սիրտը քո գրագովդ, քո խոսքի գրագովը, որովհետեւ մենք հասկանանք ով դեր քո էությունը, ճանաչենք քեզ։ Նվիրվենք քեզ, հանձնվենք քեզ ավելիով։ Քեզ լա միշտ փառք եւ ավելին դեր։
Օրտնյալ ես տուն դերիմ Աստված, հալելույա։ Օրտնա այդ մեր սիրելի քույր եղբայրները, որոնք կհետևին մեզ Facebook-ով, YouTube-ով, ICF-ով, տարբեր դեղերեն։ Դու փառավորվի դերենց կյանքին մեջ հայտնվիր քո խոսքի ճշմարտությունը, որ չլա թե ոյվե մեկը սխալվի եւ շեղվի, այլ մնա քո սուրբ խոսքի աստվածաշնչյան վարդապետության մեջ, ճշմարտաբես եւ դու փառավորվիս։ Օգնի իրենց կյանքը, ազատագրե իրենց կապվածություններեն, Հիսուսյանունով, հիվանդները բժշկե, ինգացները բարձրացուր, դգարները զորացուր, եւ դու հայտնվիր ամեն մեկուն իր եղած տեղը հիմա ուր որ է, քո մեծությունդ երևնա, քո սերդ, քո անցդ, Հիսուս, հարուցյալ Հիսուս Քրիստոս, որուն միայն փառք տրվի Հավիդյանս Հավիդենից։ Հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Դերը ցեզ առադապես օրհն է, սիրելի քույր եղբայրներ։ Մենք ինչպես միշտ, եթե դերը գամի, տալ չորեք շաբթի, նույն ժամուն նույն ալիքին վրա գանտիմենք, մեր այսօրվա գարտածածը մեր մնալ գարտա հիմա, եթե գրնաս, որբեսի մնա սրդիդ մեջ ինչ որ խոսվեցավ։ Այս սերդողությունները անշուշտ կգտնեք, կվերագտնեք YouTube-ի վրա, մեր գայքին վրա, որբեսի մեմ եւս երթակ նայեք, լսեք, Facebook-ի վրա գնանք տեսնել, ամենատեբս թողները փառավորվի ամեն բանի մեջ։ Մենք ցեզ գսիրենք, օրտնենք, բարի օրտնված գիշեր բոլորին։ Ցտեսություն։